Հասարակական կազմակերպությունը մինչ այսօր արդեն ընդունել է 280-ից ավել դիմում բողոքներ բանկերում տեղի ունեցող զեղծարարությունների եւ կիբերհանցագործությունների վերաբերյալ։ Դիմել ենք պատկան մարմիններին, դիմել ենք գլխավոր դատախազությանը, դիմել ենք քննչականին, դիմել ենք կառավարությանը, դիմել ենք կենտրոնական բանկին, այո, աշխատանքներ տարվում են, բայց անբավարար ժամկետները ձգձգվում են եւ համակարգային լուծումներ չունենք։ Արդյունքները ըստ էության չեն եւ շոշափելի չեն եւ այսօր քաղաքացիների հետ մենք որոշել ենք իրազեկման ակցիա իրականացնենք։ Սա մեր ազատ խոսքի իրավունքն ենք ուղղակի այստեղ իրացնելու։ Շնորհակալություն ձեզ արձագանքի համար, եթե պատկան մարմինները արձագանքում են ու այդ արձագանքից որևէ արդյունք չի փոխվում, ես հույս ունեմ ձեր արձագանքից ինչ-որ արդյունք կփոխվի եւ լայն հասարակությանը մենք ուղղակի կտեղեկացնենք, թե ինչքան տուժողներ ունենք, ինչ գումարի չափերով եւ ինչու են նրանք համարվում տուժողներ, եթե այդ գումարները գողացվել են կիբերհանցագործների կողմից եւ բանկերից։ Եվ դրա պատասխանատվությունը ես պնդում եմ, որ պետք է կրեն բանկերը։ Ասեք, եթե հարցեր ունեք։ Ինչու, այսինքն ինչով են բանկերը մեղավոր կոնկրետ, խնդրում եմ մանրամասնեք, բանկերը կարող են ասել, թե օրինակ կիբերհանցագործություններ են, չգիտեմ, եւ այլն, մենք դրա հետ որևէ կապ չենք։ Խնդրում եմ մանրամասնեք կոնկրետ դեպքեր։ Այո, կիբերհանցագործություններ են, մենք երկրում ունենք գրանցված 17 բանկ, 17 բանկում էլ կան ինչ-որ չափի սողանցքներ, բայց հատկապես 3 բանկեր աչքի են ընկնում թույլ պաշտպանությամբ սողանցքների միտումնավոր բաց թողնմամբ, որ մենք կարծում ենք, որ դա հենց օժանդակություն է կիբերհանցագործների համար։ Հա, որովհետև բանկերի համար այս աշխատելավոճը դարձել է ուղղակի արդյունավետ եւ մենք ունենք կասկածներ, որ իրենք ուղղակի դրանով իսկ միտումնավոր թույլ տալով այդ սողանցքները, բաց թողնելով այդ սողանցքները, ուղղակի ձևակերպում են այդ վարկերը, քաղաքացիները հայտնվում են ֆինանսական բեռի տակ։ Հիմա մենք եկել ենք այս մասին իրազեկենք լայն հասարակությանը, փողոցում անցուդարձող քաղաքացիներին, բանկ մտնող դուրս եկողները եւս մեր հայրենակիցներն են, եւս մեր քաղաքացիներն են։ Մենք չենք ուզում, որ միամտաբար հանկարծ տանը նստած SMS ստանան, որ շնորհավորում ենք ձեր վարկը հաստատվեց եւ բանկերը ունեն այստեղ մի շատ կարեւոր ներողություն, բայց արդեն ալիբի, պատճառաբանություն, որ ձեր անձնագրային կամ անձնական տվյալները դուք եք տվել, ուրեմն ես ասեմ, այստեղ որևէ քաղաքացի, որևէ անձնագրային կամ անձնական տվյալ չի տվել։ Ինչ որ քաղաքացիներից մի քանիսին, այո, եկել են SMS-ներ, քաղաքացիները ինչ որ այդ SMS-ների եկած կոդերը ծուղակում հայտնված քաղաքացին, եթե 4 թիվ է փոխանցում, եթե 6 թիվ է փոխանցում կամ քանի թիվ է փոխանցում, սա չի նշանակում, որ ինքը ընդհանրապես տվել է անձնագրային տվյալ կամ իր ստորագրությունը եւ թույլ է տվել, հասկանում եք, մենք այսօր ահազանգ ենք ստացել, որ քաղաքացու հաշվից հանել են $53,000, դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի 2024 թվականին եւ 5 րոպեվա ընթացքում 90 գործողություն է տեղի ունեցել քաղաքացու հաշիվների հետ, հա։ Եթե կասկածելի 5 տարբեր սարքերով, մենք արդեն ճշտել ենք 5 տարբեր սարքերով մտել են քաղաքացու հաշիվները ու չեմ հասկանում, այսինչ անտարբեր վերաբերմունք է եւ այսինչ համակարգված թալանի է ենթարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Բանկերին ինչով է ձեռնտու ձեր ասածը, որ ասում եք օժանդակում, այո, այսինքն բանկերը իրենք պայքարում են, որպեսզի այդ կիբերհանցագործությունները չլինեն, որպեսզի իրենց իմիջի, իրենց հեղինակության, իրենց համար, այսինքն այդքան միլիոններ են ծախսում ու մի բան, որ մի բանի էլ օժանդակ են, մի հատ կհիմնավորեք ինչով է դա։ Ուրեմն այնպես ինչպես նշածս 17 բանկերից 14-ը կարողացել են սողանցքները փակել, որ նման դեպքեր չգրանցվի, այս 3-ը, սա մեկ
երկուսը ուրեմն Արշին բանկն է, երրորդն էլ Ինեկո բանկն է։ Այս երեքը իրենց պաշտպանի շերտերի հետ կարծես թե ոչինչ չունեն անելու եւ խարդախություններն ու հանցագործությունները շարունակվում են եւ իրենք կարողանում են ապօրինի վերծված վարկերը նենք ծածուկ ճանապարհով գախտնի գնալ դատարանների միջոցով այդ գումարները պահանջել քաղաքացիներից անհատականորեն կանգնացնելով խնդիրների առաջ, հիմա մենք անհատականորեն կանգնացնելու ենք իրենց խնդիրների առաջ, եւ սա դեղին լույս է, սա դեռ կարմիր լույսը չի, եւ սրանք կոկոններն են, սրանք դեռ ծաղիկները չեն, մենք ինքնուրույն, սա ուղղակի նախազգուշացում, մենք ինքնուրույն եւ ինքներս, եթե պետական համակարգերը չկասեցնեն նմանատիպ բանկերի գործունեությունը, մենք ինքներս կփակենք ուղղակի նմանատիպ բանկերը։ Չեք ID բանկի գլխամասից սկսել, քանի որ ինչպես տեսնում ենք այլ բանկերի։ Ասեմ, մենք ցանկացած պահի կարող ենք հայտնվել ցանկացած բանկի գլխամասի առաջը, ներսը, հետևը կամ այնտեղ որտեղ որ պետք է։ Այլ եք բովանդակային բանկ եք Այո։ ID բանկի դիմաց։ Բայց ով է ասում, որ ID բանկից մենք ուրիշ տեղ չունենք գնալու։ Ուղղակի մեր քայլերի մասին մենք դադարել ենք, հրապարակել, թող նրանք այսպես անակնկալի կան, Մեր հարցը կայանում է նրանում, որ կան մի շարք այլ բանկեր, ինչու հենց ID բանկից, գուցե ավելի շատ զեղծարարություններ եղել են այդ բանկի հետ։ Մենք առանձնացրել ենք 3 բանկ, ովքեր աչքի են ընկնում նման գործերով, որոնց մեջ ամենաշատը, ուրեմն կարող եք էլի տեղեկատվություն ձեռք բերել, որ բանկն է, ամենաշատը դատաիրավական ճանապարհով, քաղաքացիական ճանապարհով քաղաքացիներից փորձում բռնագանձել այն